Անցնող 3 շաբաթը նախորդ նիստից հետո լիագումար բավականին բուռն էր։ Եվրանեստի խորհրդանական վեաժողով, ԵԱՀԿ խորհրդանական վեաժողովում զարգացումներ, դրան մի քիչ ավելի առաջ նախորդող եւ վերջապես բյուջեի քննարկումները ազգային ժողովում։ Սկսենք բյուջեից, այնուհետև անցնենք միջազգային անցուդարձին եւ հետո սիրով կպատասխանենք ձեր հարցերին։ Բյուջեն, որը ներկայացվել է, կարող ենք վստահաբար կոչենք ձախողումների ամփոփման բյուջե, կառավարության վարած խայտառակ տնտեսական քաղաքականության արդյունքում, երբ արտածին դրական գործոնները վերացան կամ նվազեցին, մասնավորապես խոսքը վերաբերվում է ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված դրական ազդեցությանը տնտեսական, մենք տեսնում ենք, որ տնտեսական աճը գահավիժեց 5.2-5.4%-ի միջակայքում, այն դեպքում, երբ կառավարությունը խոստացել էր բարենպաստ պայմանների դեպքում 9%, իսկ սովորական պայմաններում 7%։ Հիմա մենք տեսնում ենք, որ կառավարությունը այդ թիրախին չի կարող հասնել, չի կարողանում։ Ունենք պետական պարտքի սրընթաց աճ, 2026 թվականին 6 տրիլիոնից անցնելու է պարտքը, այս տարավերջին արդեն 15 միլիարդ դոլարից է անցնում, այստեղ կարող եմ դրամ դոլար ասեմ, որովհետև գոնե կենտրոնական բանկի փոխարժեքը կա, եւ ով պարադոքս իշխանության ներկայացուցիչները չեն էլ կարողանում նույնիսկ հաշվարկեն, թե պարտքը ինչ ազդեցություն ունի մեր տնտեսության վրա, որքան կլիներ տնտեսական աճը, եթե պարտքը լիներ սովորական միջին ինչ-որ մակարդակի վրա, որովհետև եթե 5.2-5.4% է աճը, այդ դեպքում առանց պարտքի հասկանում ենք, թե դա ինչ կարող է լինել։ Մյուս խնդիրը իշխանությունների շեփորահարած միջին աշխատավարձի աճը։ Եթե միջին աշխատավարձը 300-306 հազար դրամի կարգի է, ապա բնակչության 3/4-ը միջին աշխատավարձից ցածր աշխատավարձ է ստանում։ Հասկանում ենք, չէ՞ դա ինչ է նշանակում։ 4-ից 3-ը միջին աշխատավարձից ցած են ստանում։ Այսինքն բևեռացումը մեծացել է, իսկ միջին աշխատավարձի հղումները պարզ մեքենայություններ են։ Եվ անհուսալի վարկերը 330 հազարից ավել անհուսալի վարկ կա այսօր մեր բանկային համակարգում։ Չեմ կարող ասել քանի վարկառու կա, բայց 330 հազար անհուսալի վարկ կա։ Փոքր վարկերը, եթե 17 թվականին ընդհանրապես 46 հազար էին, ապա 25 թվականին արդեն մոտ 4 անգամ ավելացել են։ Դա բարեկեցության անկման ամենամեծ ցուցանիշներից է։ Մյուս քաղաքական ուղերձը դա պաշտպանական ոլորտի հատկացվող բյուջեի նվազեցումն է, եւ դրան էլ ավելացնենք Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայտարարությունը բյուջետային ուղերձի ժամանակ։ Մենք մարտունակ բանակ չենք կառուցելու, մենք կառուցելու ենք պաշտպանունակ բանակ։ Հիշեցնեմ, որ 2020 թվականին պատերազմը սկսելուց մի քանի օր առաջ կառավարությունը հանրայնացրեց այսպես կոչված Հայաստան 2050 վերափոխման ռազմավարություն, որտեղ հպարտորեն կառավարությունը խոստանում էր կերտել մեկ շնչի հաշվով աշխարհի ամենամարտունակ բանակը։ Ինչ է նշանակում մեկ շնչի հաշվով, իհարկե գիտությանը, բնությանը եւ մարդկությանը հայտնի չեն, բայց ամեն դեպքում իրենք հպարտորեն մարտունակ բանակ էին խոստանում կառուցել, հիմա խոսում են պաշտպանունակ, որ հանկարծ որևէ մեկը չմտածի, բա որ եթե հանկարծ մեկ էլ կարող է սահմանից մի քիչ են կողմ մարտական գործողությունների մեջ ներգրավի մեր բանակ, օրինակ Նիկոլ Փաշինյանը այլևս Ղազախստան կարող է բանակ չուղարկի, հիշեցնեմ, թե ինչ փառահեղ օպերացիա կազմակերպեց, երբ ինքը ԵԱՏՄ-ի պաշտպանության խորհրդի նախագահն էր։ Եվ Արցախի հարցը Նիկոլ Փաշինյանի հերթական խայտառակ հայտարարությունները Արցախի վերաբերյալ, որ Արցախը թոք էր, Արցախը ֆեյք էր, եւ հենց այդ նույն օրերին, նույն վայրկյանին Ադրբեջանում դատախազը Արցախի ղեկավարության համար պահանջում է ընդհուպ մինչև ցմահ դատապարտում եւ մինչև 20 տարի դատապարտ, ուրեմն 20 տարվա ժամկետ,
եւ պատահական մարդկանց, որոնք հայտնվել էին այդ ծուղակում մինչեւ 16-17 տարի։ Նաեւ հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանը ինքը Արցախի վերածննդի հրապարակում հայտարարել էր, որ Հայաստանն է Արցախի հանրապետությունում ընտրությունների լեգիտիմության երաշխավորը։ Իսկն ինքը խղճի խայտ չի զգում, ինքը պատասխանատվություն չի զգում այդ ամեն ինչի հետ կապված։